թե ինչի հենց Հայաստանը դարավ այս սցենարի թիրախ, որովհետև Հայաստանն ունի առնվազն 3 բան, որոնք վախեցնում են ցանկացած գերտերության ինժեներային համակարգին։ Առաջինը հայ ժողովրդի անասելի վերականգնվելու ունակությունը։ Երկրորդը հայկական մտքի խորությունը։ Աշխարհում շատ քիչ ազգեր կան, որոնք համատեղում են ռազմավարական ինտուիցիան ու քաղաքակրթական մտածողությունը։ Ու երրորդ, հայկական տարածքի աշխարհաքաղաքական կետը։ Աշխարհի քարտեզի վրա մենք այն բացառիկ տեղում ենք, որտեղից ցանկացած երկիր կարող է ղեկավարի ամբողջ աշխարհը։ Մեր տարածքի դիրքն ու ամեն ինչը նենց է, որ հերիք է Հայաստանում մի հատ պահանջատեր ու ուժեղ կամքով ղեկավարելն է։ Ամբողջ աշխարհին կստիպի իր հետ հաշվի նստել։ Այս մեր տեղից խաղացողը կարող փոխի ամբողջ տարածաշրջանի ու աշխարհի հավասարակշռությունը։ Ու հենց այս է պատճառը, որ գերտերությունները չեն ուզում Հայաստանը դառնա ուժեղ, հայ ազգը զգոն, իսկ Հայաստանի ղեկավարն էլ օրինակ ես։ Իրանք ուզում են Հայաստանը միշտ մնա կախվածության մեջ, բաժանված, մշտապես ինքը իրանից հիասթափված, ժողովուրդը միշտ լինի արտագաղթող ու միշտ ուրիշի խոսքին, օգնությանն ու պաշտպանությանը սպասող։